Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին փոխնախարար Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն է, ողջույն, պարոն Զաքարյան։ Ողջույն։ Արդյոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն չի պատրաստվում ի վերջո ընդունել Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը, երկրորդ անգամ 3 ազգային ժողովից էլի կանչում է բանավեճի, եթե վստահ եք ձեր ուժերի վրա, փաստարկների, ինչու չեք ընդունում այս բանավեճի հրավերը։ Չի պատրաստվում բանավիճել Իվան մարդկանց հետ, իմաստ էլ չկա, բարդություն կրած մարդկանց հետ բանավիճելու, նույնիսկ բանակցելու բան չկա, աշխարհում այդպես պրակտիկա չկա, որ բարդությունից հետո սկսես բանակցել, առավել ևս բանավիճել, սպարտ խայտարակություն է։ Եվ եթե շատ է ուզում բանավիճի, ասել են պայմանները հրապարակիր բոլոր թղթերը, մարդիկ թող կարդան, ծանոթանան, բոլոր դիմանան ինչի մասին է խոսքը, հետո եթե էլի ցանկություն կունենաս բանավիճելու կասես։ Բայց հրապարակի բոլոր Մինսկի խմբի պաշտոնական առաջարկը։ Բայց դա ինչ է տալու, որովհետև Սերժ Սարգսյանի Դա տալու է ճշմարտությունը։ Տեսեք, պարոն Զաքարյան, Սերժ Սարգսյանի մի հարցազրույցի հատված այսօր աչքովս ընկավ, որտեղ նա ասում էր, չեք կարող ամբողջական պատկերացում ունենալ փաստաթղթերի հիման վրա, այսինքն պետք է հասկանալ նաև բանակցությունները, ինչ է խոսվել եւ մարդը ասում է նույնիսկ ես այդքան ամբողջ ինֆորմացիան կարող է չտիրապետեմ, հա, չի նշանակում մի քիչ ուռճացված այդ փաստաթուղթը հրապարակելու ուղերձը։ Ոչ, փաստաթուղթ հրապարակելը դա այն իրականության ընկալումն է, պատկերն է, որը եթե ինչ-որ մեկը ցանկանում է բանավիճելու իր բոլոր բեղքերը ուրիշ տեղ բարթել, թող հրապարակի, իրականությունը մարդիկ իմանան, հետո նորից եմ կրկնում, եթե բանավիճելու ցանկություն կունենա, նորից կառաջարկի, նախագահները իրենք կորոշեն այդքանից հետո ինչպես վերաբերվեն այդ առաջարկին։ Իսկ ինչ վերաբերվում է ամբողջ պատկերին, բնականաբար դետալները բազմաթիվ են, ընդ որում տարբեր տարիներին, տարբեր իրավիճակներում տարբեր դետալներ են գոյություն ունեցել։ Դա արդեն ոչ թե բանավեճի խնդիր է, դա արդեն շատ ավելի խորը վերլուծության խնդիր է։ Հետազոտության է սկսել։ Տեսեք, պարոն Զաքարյան, իշխանականները հիմնականում Սերժ Սարգսյանի ապրիլի 17-ի ելույթն են հիշեցնում 2018 թվականին, որտեղ երրորդ նախագահը ասում էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, ավելի հստակ ասած բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական եւ անընդունելի են, եթե Ադրբեջանը դեն նետի սին պատկերացումները փողզիջումներով հնարավոր է գնալ առաջ եւ չմտածի, որ միայն զիջումներ Հայաստան, Ղարաբաղը պետք է անեն։ Չի նշանակում, որ Փաշինյանին տվել եք պատերազմից 5 պակաս իրավիճակ, փակուղային իրավիճակ։ Ոչ, չի նշանակում, որովհետև ընդհակառակ ապրիլյան պատերազմից հետո պատերազմի հնարավորությունը դուրս եկավ։ Պատերազմի ռիսկը մեծացել էր 2015 թվականին։ Եվ դա երևում էր նաև սահմանագծում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դրա արդյունքների հիման վրա տեղի ունեցած բանակցային գործընթաց, երբ որ նորից վերահաստատվեց 94 թվականին ստորագրված 95 թվականին վերահաստատված հրադադարի համաձայնագրին հավատարիմ մնալու, Վիեննայի Սանկտ Պետերբուրգի արձանագրությունները եկան մեջտեղ, որով ըստ էության Ղարաբաղ-ադրբեջանական շփման գիծ էր ճանաչում եւ դրա մոնիտորինգի անհրաժեշտություններ առաջարկում։ Եղան նաև բազմաթիվ միջազգային կառույցների եւ պետությունների առաջարկներ դատապարտում Ադրբեջանին եւ որևէ կերպ պատերազմով խնդրի լուծումը արդեն իսկ որևէ կողմի մոտ իրատեսական համարել չէր կարելի եւ Ադրբեջանը չէր կարող պատերազմով գնալ։ Երբ որ նախագահը ապրիլի 17-ին 18 թվականին ասում էր, որ գործընթացը կանգ է առել, Ալիևը իրոք փակուղու մեջ էր։ Ալիևը պատահական չէր ասում, որ իր վերաճնշումները մեծացել են եւ ինքը ստիպված է գնալու Արցախը ճանաչելու հարցում։ Նայեցեք, պարոն Զաքարյան, բայց այս տեքստից կարող է տպավորություն ստեղծվել, որ ճնշումները ամեն դեպքում հայկական կողմի վրա են, հակառակ դեպքում պարոն Սարգսյանը ասում է կարող է process ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր պատկերացումներից, որ փողզիջումները միայն հայկական կողմը պետք է անի։ Այսինքն ստացվում է մի վիճակ, որ մեզ են պատին դեմ տվել։ Չէ, մեզ պատին դեմ տալու խնդիր չկար, որովհետև նախագահի խոսքում, Սերժ Սարգսյանի խոսքում հստակ ասում էր Ադրբեջանի
պատկերացումներն են կանգնեցրել process-ը։ Այսինքն Ադրբեջանը բնականաբար ինքը պատկերացնում էր, որ միայն հայկական կողմը պետք է զիջումներ անի, բայց Մինսկի խումբը եւ մյուս երկրները այդպես չէին պատկերացնում։ Եվ որպեսզի գործը առաջ շարժվեր, Հայաստանը երբեք Ադրբեջանը չի բանակցել, չէ՞։ Մինչև Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը բանակցել է Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։ Մինսկի խմբի հետ, ձևաչափի հետ։ Եվ այդ ձևաչափն ա եղել պատասխանատու կոնֆլիկտի կարգավորման համար։ Եվ այդ ձևաչափն էր ստիպում Ադրբեջանին հաշվի նստել իրողության հետ եւ փոխզուջումային տարբերակը, այսինքն նաեւ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը կիրառել։ Ալիևի դժգոհությունը Մինսկի խմբից ինչու՞մն է։ Այդ դեպքում, եթե Հայաստանը, այսպես ասած, պատերազմից 5 պակասեր, ինչպես դուք եք ձևակերպում, դեպքում Ալիևը ինչի է անընդհատ դժգոհել Մինսկի խմբից։ Վերջերս ասում էր Հայաստանին օգնում են երեքն էլ օգնել, մեկը զինում էր, մեկը տնտեսապես, Իհարկե, եւ նա ճիշտ էր ասում։ Եվ դա մենք տեսանք նաեւ իրականության մեջ, մենք դա տեսանք այն հսկայական միլիարդավոր զենքերի Նիկոլի հանձնումը Ալիևին, զենքերը որ հանձնեց Նիկոլը։ Այսինքն, այստեղ ոչ մի փակ բան այլևս չկա, ամեն շատ պարզ է եւ բաց է։ Մնացել է մի բան, որպեսզի Նիկոլը հրապարակի բոլոր փաստաթղթերը եւ հատկապես ԵԱԿ-ի Մինսկի խմբի 2019 թվականին, որի արդեն իր պատասխանատվության ժամանակահատվածն է, ինչու ենք մենք ասում հատկապես 19 թվական, դա էլ հո իր պատասխանատվության ժամկետն էր։ Ուրիշի վրա էլ հո չի կարակցի։ Թող հրապարակի եւ ասի հայ ժողովուրդ, այ տեսեք, ես հրաժարվել եմ Մինսկի խմբի այս լավ առաջարկներից։ Եվ իմ էշ խելքով կներեք բար այսպես կոպիտ արտահայտման համար եւ իր հիմար պատկերացումներով բան եմ արել, Արցախը հանձնել եմ։ Գնեք, բանձ։ Փոխզիջումներից հրաժարվել եմ, բայց ամբողջությամբ հանձնել եմ Արցախը։ Փաստաթուղթը այո, չի հրապարակել, բայց Սյունիքում կարծեմ ասուլիս էր, որտեղ հրապարակում էր այսպես կոչված Կրակովյան սևագրերից ինչ որ հատված։ Դա նույն բանը չէր 19 թվականի առաջարկները, չէ՞։ Ոչ, թող ինքը այդ փաստաթուղթը հրապարակի։ Ինչպես օրինակ հրապարակվել է ժամանակին Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակը։ Տեսեք, մենք հայկական կողմում իրար կարող ենք մեղադրել, այսինքն այս իշխանություն, նախկին իշխանություն եւ այլն բան, բայց Կազանի պատմությունը նաեւ այն մասին չէ, պարոն Զաքարյան, որ Ադրբեջանը նույնիսկ այսօրվա իր վարկագիծն է ցույց տալիս, որ որևէ փաստաթուղթ ստորագրելու, որևէ լուծման գնալու պատրաստ չի։ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասում էր ամեն ինչ համաձայնեցված էր, պատրաստ էր ստորագրման, Ալիևը ծոցագրպանից հանում է եւս 10 առաջարկ եւ ըստ էության պայթեցնում է, հա։ Այսօրվա իրավիճակը շատ նման է դրան, որովհետեւ 17 կետ համաձայնեցված է, գրեթե Փաշինյանը ամեն օր ասում է եկեք ստորագրենք, Ադրբեջանը հարակից պահանջներ է։ Մենք հայկական այսպես դաշտում իրար մեղադրում ենք, սա լավ տարբերակ է եղել, բայց ոնց որ անտեսում ենք այս գործը։ Հենց դրա համար էլ մեր համոզմունքը նա է, որ Ադրբեջանը ոչ միայն եւ Թուրքիան միասին, այստեղ նաեւ Թուրքիային է պետք մեջ բերել, որ նրանց խնդիրը ոչ թե Ղարաբաղի հարցի իրանց պատկերացմամբ լուծելն է, նրանց խնդիրը հայկական հարցի իրանց պատկերացմամբ լուծելն է։ Այսօր իրանց կռիվը Հայաստանի Հանրապետության դեմ է եւ վաղն էլ է այդպես լինելու եւ մյուս օրն էլ է այդպես լինելու։ Հասկանում եք, ուզում եմ ասել, հիմա օրինակ թե կար լուծում, թե մենք գնանք լուծում, այդ լուծումը կլիներ։ Դուք կարող եք ասել արաբա-իսրայելական կոնֆլիկտի լուծման տարբերակ։ Չկա, մեծ հաշվով, որովհետև կոնֆլիկտը էթնիկ սերունդներով անընդհատ կա, չէ՞, որովհետև յուրաքանչյուր կողմը իր պատկերացումն ունի եւ չկա կոնսենսուսային լուծում։ Հիմա եթե որևէ մեկի հիմար երևակայության մեջ այսպես ֆիքսված է, որ Այսա խաղաղության համաձայնագիրը կստորագրենք ու կապրենք լավ ու համերաշխ, սխալվում են։ Ես հիշում եմ սովետական Միուսյան նույնիսկ եղբայրության, ասած տարիներին մանկական հիշողության մեջ մնացել որ Ադրբեջանի կամ ադրբեջանցիների ցանկացած շփում միևնույն է հայերին միշտ զգուշավորում է պահել։ Եվ նրանք միշտ այսպես աչքները միշտ հայկական ունեցվածքի վրա եղել։ Հայկական գյուղի, հայկական տարածքի, հայկական, չգիտեմ, անասնապահության, հայկական մշակույթի, հայկական տարրերի, հայկական գիտության, երկարվեստի, կենցաղի յուրացնելու եւ աստիճանաբար, ասես հայերին սկզբում դաշտավայրից լեռնավայր, հետո լեռնավայրից դուրս, հետո
սեփական պետություն չունենալու հնարավորություն, հետո Սփյուռք ու այսպես Հարավային Կովկասից հայկական գործոնը մաքրել։ Այսօր իրանք այդ ճանապարհի վրա են։ Արցախը շատ մեծ վահան էր, Արցախը շատ մեծ զրահապաճկոն էր։ Արցախը Սյունիքի պաշտպանն էր, Արցախը Ամասիայի պաշտպանն էր, Աշոտսկի պաշտպանն էր։ Տեսեք, այսօր չունենք այդ պաշտպանը։ Նիկոլը այդ հիմնական մեր զրահը հանձնել է Թուրքին։ Այսօր Շուշիում Աթաթուրքի անվան փողոց կա։ Այսօր Ստեփանակերտում Էնվեր Փաշայի անվան փողոց կա։ Ինչի են դրել։ Ինչ ավարտվեց, Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, գլուխներդ պատով եք տվել, այդպես ասողներ։ Տեսեք, պարոն Զաքարյան, մի այլ հարց կա, Փաշտյանը օրերս նաև ԱԺ-ն երեք ասած Ղարաբաղյան շարժումը ես չեմ շարունակելու։ Եվ սրա տրամաբանությունը այն է, որ միգուցե իդեպ դուք հանրապետական կուսակցությունը ընդդիմադիր ուժեր, սա դավաճանական, թրքաբարո եւ այլն որակեք հազար ու մի բառեր, բայց սա կարող է այս թեզը ունենալ նաև հետևորդներ եւ 26 թվին Նիկոլ Փաշինյանը հենց այս թեզով, իրական Հայաստանի թեզով հաղթի Ղարաբաղյան շարժում չշարունակել է, ինքը ոնց է ներկայացնում կոնֆլիկտի, այսպես ասենք, թեման փակել, որ Ադրբեջանն էլ այսպես բան չունենա, հայլայն արևմտյան Ադրբեջան կոնցեպտի շարժում ծավալելու, հա, հենց այդպես էլ համեմատումն էր։ Դուք այդ ռիսկը չեք տեսնում, որ շարունակելով Ղարաբաղյան շարժումը Հայաստանի դեմ վտանգներ կլինեն։ Նախ ես շատ ուրախ եմ, որ Նիկոլը ասում է, որ ինքը Ղարաբաղյան շարժումը չի շարունակել, որտեղ ինքը Ղարաբաղյան շարժման հետ ոչ մի կապ չունի, ինքը Ղարաբաղյան շարժման թաղողն է եղել։ Ինքը Ղարաբաղյան ընդհանուր Արցախի ամբողջ վերածննդի, Արցախի 30-ամյա պետականության, ինքնորոշման, որ ասում են, էսա իրականություն դառնող գործընթացի գերեզմանափորն է եղել ինքը ինչպես կարա Արցախյան շարժման շարունակող լինի, Ղարաբաղյան շարժման շարունակող լինի։ Ես շատ ուրախ եմ, որ այդպես է։ Դավաճանության մեջ հիմնավոր կասկածվողը չի կարա ազգային այսպես կարևորագույն խնդիրների գրող լինի շարժումը։ Տեսեք, մենք իշխանության գանք հասկացությունը պայմանական հասկացություն է, հա, դրանից դա կախված է լինելու եւ աշխարհում տիրող իրավիճակից եւ այն կառուցվածքից ինչպիսի տեսք որ ունենալու է իշխանությունը, այսինքն կոնֆիգուրացիայից։ Իշխանությունը պետք է մենք պատկերացնում ազգային ուժերը, տեսեք, Արցախը հետ պահանջելը եւ արցախցիների վերադարձի իրավունքը դրանք տարբեր բաներ են։ Արցախցիների վերադարձի իրավունքը շատ բնական, նորմալ իրավունք է եւ ինչ որ մի ժամանակ հետո նույն մեր ամերիկացի գործընկերները, նույն մեր ռուս գործընկերները մեզ չեն հարգելու, որպեսզի մենք այդ խնդիրը չբարձրացնենք։ Ինչի՞ է Ալիևը անդադ ուզում Մինսկի խումբը փակի, պաշտոնապես չճանաչի։ Ալիևն ավելի խելացի է, քան որտեղ ավելի խորն է տեսնում հայ ժողովրդի հնարավորությունները, Հայաստանի հնարավորությունները։ Քան Նիկոլի ամբողջ կառավարությունը միասին վերցրած, որտեղ Նիկոլի ամբողջ կառավարությունը կամ ծառայում է Ալիևի շահերին, կամ եթե այդպես չի, իրանք հերքում են, որ իրանք ծառայում են Ալիևի շահերին, ուրեմն ընդհանրապես չեն տեսնում հայկական շահը։ Այդքան խելք չունեն, այդքան տգետ են, որ չեն տեսնում հայկական շահը։ Ասում եմ, փակեն կոնֆլիկտի էջը, չշարունակեն կոնֆլիկտի էջը, ախր կոնֆլիկտի էջը դու փակեցիր, նրա համար նոր է բացվել կոնֆլիկտի էջը։ Գիտեք, դուք ինձ անդադ հարվածում եք, ես ասում եմ, չէ, Ռոբերտ ջան, ես ձեր հետ չեմ ուզում, ես ձեր հետ ուզում եմ բարեկամություն, դուք ինձ նորից եք հարվածում։ Կապ չունի, ադրբեջանցիները դեմ չեն բռնությանը։ Ես նորից եմ ասում, ախր Ռոբերտ ջան, ես ուզում եմ ձեր հետ լավ ապրենք, եք բան անենք, միասին ոտանավոր արտասանենք, դուք ինձ նորից եք հարվածում, ավելի ուժեղ եք հարվածում։ Բայց այդ ընթացքում մենք համաձայնեցնում ենք 17 կետ, պարոն Զաքարյան։ Ավելի շատ եմ, ասինքն այդ ընթացքում այդ 17 կետերը համաձայնեցնելու համար ես ձեզ ունես զրկում եմ, ձեզ բոլոր բաները ինչա դրան հեղինակա զրկում եմ, ձեզ ինչ հնարավոր վնաս ասես հասցնում եմ։ Բայց դուք նորից եք այսպես շարունակում, դա նույնիսկ քրիստոնեություն չի։ Սա հիմարություն է։ Սա ինքնաոչնչացում է։ Հասկանու՞մ եք, սա քրիստոնեական արժեքային, խաղաղասիրական եւ համբերատարության հետ կապ չունի, սա խաղաղասիրություն չի։ Սա անինքնասիրություն է։ Ինչ անի եւ պետության էլիտան, լիդերները, քաղաքական էլիտան, նաեւ պարտավոր է իր ժողովրդի Ինչ անի Փաշինյանը։ Ինչ անի։ Դուրս գնա,
ներողություն խնդրի։ Դա չի լինի։ Չէ, ասում եք ինչ անի։ Ադրբեջանի եթե չի գնում, ուրեմն սա է անում այն ինչ որ պետք է անի։ Անում են ինչ որ պետք է անի։ Տեսեք, Մինսկի խմբի թեման։ Նիկոլ Փաշինյանը մի համեմատություն արեց, կուզես սրա մասին խոսենք, ըստ էության նա ինչու է կողմ Մինսկի խմբի լուծարման Հայաստանի վարչապետը, ասում է այդ խումբը ստեղծվել է Ադրբեջանի տարածքում ըստ էության կոնֆլիկտի լուծման նպատակով։ Եթե Հայաստանը համարում է, որ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ եւ գնում է խաղաղության, բնական չի Փաշինյանի մոտեցումը լուծարել այդ Մինսկի խումբը, որովհետեւ եթե դու գնում ես խաղաղության, նշանակում է ընդունում ես, որ Ադրբեջանի հետ չունես կոնֆլիկտ, առավել եւս իր տարածքում չունես կոնֆլիկտ, որովհետեւ ճանաչում ես իր տարածքային ամբողջականությունը։ Եթե Փաշինյանը մերժի ասի, չէ, մենք չենք լուծարում Մինսկի խումբը, Ադրբեջանը չի ասի, ուրեմն դու ինձ հետ կոնֆլիկտ ունես, ուրեմն իմ տարածքի նկատմամբ հավակնություն ունես։ Բնական չի Փաշինյանը այս մոտեցումը, որ եթե գնում է խաղաղության, հենց այսպես էլ պետք է լիներ։ Տեսեք, Նիկոլը խաղաղության չի գնում, Ադրբեջան, սա պետք է մենք ընդունենք վերջապես բան։ Ցանկացած հարցազրույց, որտեղ լրագրողը հարցնում է, ախր Նիկոլը կարող է ասես գնում է խաղաղության, եւ մենք փորձում ենք հարցազրույց ստանալու համար արհեստական օրակարգ մտցնենք։ Մենք Նիկոլի ջրաղացին ջուր ենք լցնում, իսկ դա նշանակում է Ալիևին օգնել։ Եկեք Մինսկի խմբի հարցից խոսենք։ Հիմա ինչի համար եմ ասում, որովհետեւ ակնհայտ է, չէ, որ չկա այդ բանը։ Ոնց որ մաթեմատիկայի մեջ 1-ին գումարած 1 հավասար 2, ասում են, գիտեք ինչ, Նիկոլն ասում է 3-ի է հավասար։ Իսկ կարող է հանկարծ 3-ի հավասար։ Չէ, եղբայր, 3-ի չի հավասար, 2-ի է հավասար։ Ինչքան ուզում եք, բան արեք։ Դա ապացուցելու կարիք չկա, հասկանում եք։ Մաքսիմատիկ բաները Ադրբեջանի հետ խաղաղություն ունենալու համար ոչ թե պետք է հիմար բան, այսպես հեքիաթային տրամաբանությամբ գնալ դրան, այլ պետք է մաքսիմալ ուժեղ, մաքսիմալ հավասարակշռված եւ արժանապատվության գերադրական աստիճանով գնալ, որպեսզի քո ժողովուրդը, որպեսզի քո ծննդատներում ծնված երեխեքը ի սկզբանե լինեն պաշտպանված եւ անվտանգ։ Իսկ պաշտպանվածն ու անվտանգը ասելով դուք ինչ եք հասկանում։ Ես նաեւ հասկանում եմ, որ մեր մշակույթն է լինի պաշտպանված։ Մեր ավանդույթներն է լինեն պաշտպանված։ Մեր հարաբերությունները աշխարհի հետ լինեն պաշտպանված, մեր կիբերտիրույթը լինի պաշտպանված, մեր էներգետիկան, մեր պարենային անվտանգությունը, մեր գյուղատնտեսությունը, մեր առողջապահությունը։ Մեկ բառով ասած դիմակայուն պետություն։ Ամեն ինչը լինի պաշտպանված։ Եթե մեզ, լավ, ասենք սնարյադով չեն խփելու, բայց անընդհատ դիվերսիաներ են անելու, անընդհատ տարբեր տիպի օպերացիաներ են կազմակերպելու մեր հասարակության դեմ, անընդհատ վախի մթնոլորտ են ստեղծելու, անընդհատ հանցագործությունների աճա լինելու, անընդհատ հրահրվելու է միջազգային բախումներ, անընդհատ խնդիրներ, անընդհատ ճնշումներ, եւ սա լինելու է, եթե Նիկոլը, ասում եք ինչ անի Նիկոլը, Նիկոլի պետք է վաղուց հանուն Հայաստանի գնացած լիներ, ընդդիմությունը չի կարող իրան քշի, շատ վատ է։ Սա էլ ընդդիմության խնդիրն է։ Բազական, բայց Մինսկի խմբով կներեք մի հարց էլ, բայց Ռուսաստանն էլ է կողմ, որ փակվի այդ խումբը։ Տարօրինակ չի մի տեսակ, որովհետեւ ինչու եմ հարցում տարօրինակ չի, որովհետեւ Ուկրաինայի հարցով հիմա Ամերիկայի հետ իրենք բանակցում են, եւ դա այստեղ մեկնաբանություններ առիթ էր տալիս, որ տեսեք նրանք խոսում են, Մինսկի խումբը պահպանել եւ ելի խոսել։ Հիմա եկեք Ռուսաստանի կողմից նայենք, հա։ Ինչ ակնկալելու Ռուսաստանը Մինսկի խմբից, եթե Հայաստան ամբողջությամբ հրաժարվել Արցախից։ Խոսելու տարածք է հեշտ չէ, տեսեք, ոչ մի բան չունի, ամբիցիա չունի այլևս եւ պատրաստ է ինքնաոչնչացման, ինքնակործանման։ Այդ դեպքում ռուսներին իրոք ինչին է պետք Մինսկի խումբը։ Ռուսներն ունեն կոնֆլիկտների լուծման իրանց տարբերակը, դա 3+3-ն է, տարածաշրջանային հարցերի լուծման իրանց տարբերակը։ Դրա մասին էլ է պետք մտածել, ինչ որում շատ ավելի լուրջ։ Բայց Մինսկի խումբը դա այն ձևաչափն է, որը հնարավորություն է տալիս առնվազն այս պահի դրությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ 5-ից 3-ի ներգրավվածությունը ունենալ որպես քո համար կենսական խնդիրների լուծման վայր։ Արցախյան հարցը փակել, դա նշանակում է մոռացության տալ բոլոր տեսակի
Արցախի հարցով պայմանավորված տարածաշրջանային բոլոր տեսակի հնարավորությունները, խնդիրների վերջո Արցախի հարցը օրինակ Արցախի ինքնորոշման հարցը չէր։ Ադրբեջանը իր համար էր այդ հարցով տեսնում իր գերակայությունը, իր ազդեցությունը, Հայաստանն էլ Արցախի հարցով իր գոյությունը եւ իր զարգացման եւ իր, այսպես ասած, գործոնի դերի կարևորման խնդիրներ դնում։ Հիմա այդ հարցը Ադրբեջանը ամբողջությամբ վերցրել է վերմակը քաշել է իր վրա, հիմա Հայաստանի վերմակն է քաշում իր վրա։ Մինսկի խումբը այն հնարավորություններ, որը ի պաշտոնե պարտավոր էր լսել այդ խնդիրները։ Մինսկի խմբում չէին հավաքվում, նստում, ասում, դե ինքնորոշում, թե տարածքային ամբողջականություն, ու տենց 30 տարի, ոչ։ Բազմաթիվ այլ դետալներ, այլ խնդիրներ, այլ շահեր, Մինսկի խումբը որ ասում ենք հավասարակշռված գործընթաց, եւ ձգձգելու միջոցեր, եւ կոնֆլիկտը կարգավորելու միջոցեր, եւ կոնֆլիկտը կառավարելու միջոցեր։ Ուղղակի ոչ մի ուղղությամբ չէր թեքվում։ Տեսեք, 3 բան թվարկեցի, չէ՞։ Եվ ձգելու միջոցեր։ Նայած թե ում ոնց էր պետք։ Ինչ որ մի ժամանակ Հայաստանին է պետք եղել, ինչ որ մի ժամանակ Ադրբեջանին է պետք եղել, նորից Հայաստանին է պետք։ Ինչ որ միջտեղ կառավարելու, կոնֆլիկտը կառավարելու process-ին, conflict management, ու կոնֆլիկտը կարգավորելու, conflict settlement, այսինքն այս գործիքները իհարկե միջնորդական առաքելությունների բոլոր միջնորդական առաքելությունների մեջ հիմա օրինակ ասենք Ուկրաինայի հարցով, չգիտեմ, մնացած բոլորի հարցով միշտ որ եղել է Ուկրաինայում էլ չէ, Մինսկ 2 ձևաչափ է եղել եւ այլն։ Այսինքն հիմա ինչ որ բաներ հաջողվում է, ինչ որ բաներ չի հաջողվում, բայց չի կարելի դա գցել մի բանի վրա, միջնորդների վրա, որովհետեւ իրանք իրան շահերով են գալիս։ Բանակցող կողմերն են այստեղ բանախնդրի թիվ 1 պատասխանը։ Եվ եթե Նիկոլը չի կարողացել առավելագույնս օգտվի, լավագույնս օգտվի Մինսկի խմբի եւ Ալիևը կարողացել է Նիկոլի պարագայում ամեն ինչ անի, նույնիսկ Մինսկի խմբի քթի տակ անհնարին պատերազմ վերսկսի եւ գա հասնի Շուշի Ստեփանակերտ, հիմա էլ դնի Մինսկի խումբը փակելու հարց, ուրեմն Ալիևն ու Նիկոլը նույն բանն են արել, նույն խրամատում են կռվել։ Համաձայն չեք, որ ներկա աշխարհում եւ միգուցե առաջիկա, այսպես միջազգային հարաբերությունների տրամաբանությունը հենց ուժի, այսպես ասենք, գործոնի ընդգծմանը տանի, ինչ նկատի ունեմ, տեսեք, այսօր Ադրբեջանը մի քանի պահանջներ ներկայացնում, փոխեք սահմանադրություն, որ ես համոզված լինեմ, իմ նկատմամբ չունեք տարածքային պահանջ, կամ, չգիտեմ, Մինսկի խումբը լուծարեք, որ ես վստահ լինեմ, չունեք տարածքային պահանջ եւ այլն։ Եթե սրանք շատ արհեստական են թվում, ինչու, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մի օր, ես չգիտեմ երբ 100-500 տարի հետո այնքան ուժ կարողություններ ունենա, որ պայմանական ասած Արցախը հետ բերելու օպերացիա իրականացնի, հաստատ ինչ որ մի թուղթ կգտնվի այդ օպերացիան հիմնավորելու համար։ Թուղթն էլ պետք չի, ոչ մի բան։ Դա էլ պետք չի, բայց կգտնվի, ասածս դա։ Ուզում եմ ասել հիմա, եթե ներկայում մեր շահերից բխում է մարտավարական առումով ագրեսիան Հայաստանի դեմ զսպելու, այսպես ասենք, փափուկ մեխանիզմներ ապահովել, ցրել Մինսկի խումբը, օքեյ, եթե մենք մի օր կունենանք ռեսուրս, իրականացնենք այդ հետ բերելու process։ Դուք մտածում եք որպես դասական հայ մարդ, որին բոլորը խաբել են, ցեղասպանել են, նորից են խաբել, նորից են հայրենազրկել, ֆրանսիացին եկել է խաբել է, անգլիացին խաբել է, բոլորը խաբել են, ռուսները խաբել են, չգիտեմ, թուրքերը խաբել են, մեր պատմական տարբեր իրավիճակներում անհաշտությունը տարբեր նախարարական տների եւ տարբեր բաների միջև նահանգների միջև անդադ բերել է պարակման։ Տեսեք, չի կարելի այդպես մտածել, հիմա բան չանեք, ախր դուք տեսնում եք այդ հնարավորությունը, որ դա խաղաղություն է։ Ես չեմ տեսնում, որ դա խաղաղություն է։ Եվ անմիջապես է լինելու բանը, նես չի, որ Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալու մի 10 տարի ուժ հավաքել, նրանց հետո մենք իրան ասենք, դե արի տեսնենք էլ այդ ինչ է իր ասում։ Թույլ չէ տալու այդ 10 տարին լինի, հասկանում եք։ Հիմա է պետք մտածել դրա մասին։ Խաղաղությունը, մենք ոչ թե հիմա իմ հարցազրույցից, իմ եւ ձեր զրույցից թող տպավորություն չստացվի լսողների մոտ, որ այսպես խաղաղության դեմ ինչ որ բան ունենք ասելու։ Մեր ասելիքներն է, որ Նիկոլի բերածը խաղաղություն չի, Նիկոլի բերածը հաջորդ պատերազմն է։ Այն ինչ որ Նիկոլը ասում է, ասել է այս ընթացքում, դա պատերազմի մասին է խոսում ինքը։
Ինքն էլ այն ժամանակ ասում, չէ, եկեք Արցախի հարցը լուծենք այնպես, որ ընդունելի լինի եւ Հայաստանի ժողովրդի համար, եւ Արցախի ժողովրդի համար, եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ասում էր, չէ՞ մարդը։ Քանի անգամ էր ասում։ Դուք էլ ինձ հրավիրում եք հարցազրույց, ասում եք, դե ճիշտ բան է, չէ՞, ասում։ Ես էլ ասում եմ, հա, ճիշտ բան է ասում։ Ինչ եղավ։ Ես ասում եմ, իսկ ո՞րն է այդ ընդունելի լուծումը, թող դա ասի, ոչ թե տենց ինչ որ մի հատ հեքիաթ պատմի։ Ասում եք, լավ չի, որ սահմանին չեն կրակում 18-19 թվականին։ Ասում շատ լավ, իսկ ո՞րն է դրա գինը։ Դրա գինը պատերազմն էր։ Բայց ես չեմ հիշում, ասում եք, հիմա ասում եք, ախր լավ չի, որ եկեք խաղաղության գնանք։ Ես ասում եմ, շատ լավ է, Ռոբերտ ջան, գնանք, բայց դուք ունեք այդ երաշխիքները, որ դա խաղաղություն է։ Տեսեք, Փաշտանին մեղադրում եք, որ 19 թվի փաստաթուղթը չի։ Խաղաղություն իրական խաղաղություն է։ Էն է ինչ որ ընդդիմությունն է ասում։ Ես ինչ որ չեմ հիշում, որ այն ժամանակ 19 թվին Փաշտանին ասեք գնա 19 այդ առաջարկը ընդունի։ Այն ժամանակ ձեր թիմից, այսինքն դիմության թիմից նրան մեղադրում են Ալիևի շահերը պաշտպանելու մեջ, դավաճանելու մեջ, որ եկել է հողերը տա եւ այլ եւ այլ։ Մենք Այո, չեք հորդորում, որ գնա լուծման։ Մենք ասում ենք գնա լուծման։ Մենք ասում ենք գնա լուծման։ Մենք ասում ենք այդ Խովայևը երբ որ Չէ, 19-ի մասին։ Հա, 19 թվի մասին է խոսք։ Այո, 19 թվի մասին է խոսք։ Ասում էինք, ինչ է հրաժարվում Վիեննայի Սանկտ Պետերբուրգի արձանագրություններից։ Ինչի։ Ասում ենք, ինչ անշանակում Մյունխենյան սկզբունքներ, ինչ հիմարություններ ես դուրս տալիս, ինչ ես հրաժարվում են սկզբունքներից, որոնք որ դրված են բանակցային գործընթացի։ Դա ասել եք, ես լավ հիշում եմ, պարոն Աշոտյանի քննադատությունը ես լավ հիշում եմ։ Ինչ էր ասել։ Բայց 19-ի, ես չեմ հիշում, որ ասել գնա լուծման խաղաղության։ Ասում են գնա լուծման, ասում են գնա խաղաղության լուծման, բանակցության։ Ես հիշում եմ դավաճանության մեղադրանքներ։ Ինչ էր, ինչ իր դավաճանությունն էր, որ ինքը բան էր անում 44 օրյա պատերազմից հետո է իր դավաճանությունը ակնհայտ դառել։ Մինչև այդ մենք իրան ասում ենք, որ սխալ բան է անում եւ Ադրբեջանին հիմքեր է տալիս ամբողջությամբ հրաժարվել իր պատասխանատվության, իր բաժնից եւ ինքնորոշման իրավունքից։ Որ վեր կեցավ ասեց Արցախ, Հայաստանը եւ վերջ, մեր ռեակցիան ո՞րն էր առաջին։ Պատերազմը պատրաստեց, վերջ։ Պատերազմը պատրաստել։ Բայց չասենք, որ սխալ է անում պատերազմից պատրաստել։ Մենք էլ կծափարենք, էլի կասենք, պարկը, այսիշ փայլուն մարդ է։ Գնալուծման, թե շարունակի 19 փաստաթղթի շուրջ բանակցություն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չշեղվի այն հիմքերից, որոնք որ մենք դրել էինք։ Մենք ուզում ենք, որ Արցախյան բանակցային գործընթացը չշեղվի այն հիմքերից, որոնք որ մենք դրել ենք։ Դրա համար մենք եթե հիշում եք, մեր 18 թվականի դեկտեմբերի քարոզարշավի ժամանակ էլ 4 հիմնական բան ենք առանձնացրել։ Անվտանգություն, բանակի հետ միասին, արտաքին հարաբերություններ, Արցախյան հիմնախնդիր եւ արժեքային համակարգ։ Այդ 4-ն էր մեր հիմնական մտահոգությունները, հարկերը կավելացնի, կպակասացնի, կարմիր գծերը կհանի, լուսա ինչա դրան այդ արագաչափերը կհանի, չի հանի, թքած։ Ինչ ուզում էր թող աներ։ Ում կբռնի, ում կնստացնի, ում քյաբաբը ձեռքից կվերցնի, թքած։ Ինչ ուզում էր թող աներ։ Այս 4 կարևոր բաներ։ Ինքը այն մնացածը խափեց այն ժողովրդի այն մասին, որոնց այդ քյաբաբներ հետաքրքիր ու կարմիր գիծը, իսկ այն մասին, որոնց որ հայրենիքներ հետաքրքիր, այս 4 բաներն էլ ամբողջությամբ ավիրեց։ Արցախն էլ, անվտանգային համակարգն էլ, արտաքին հարաբերություններն էլ, արժեքային համակարգն էլ։ Այսօր ոչ մի հարգանք չկա, ով ում հետ խոսում է, արդեն հայոյանքը պատրաստ է։ Էսա մեր հասարակությունը, իհարկե ոչ։ Հուսանք քաղաքական ուժերը իրենց անելիքը կտեսնեն հայհոյանքի բացառման առումով։ Հուսանք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, Factor TV-ում հյուրընկալել ենք Արտակ Զաքարյանին։